Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի կանոնակարգման խնդիրը նոր չի, որ Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, եւ քաղաքապետը նաև իր խոսքում նշեց, որ մինչև ընդհանուր համակարգային փոփոխությունները մենք ամենօրյա աշխատանք տալու ենք, որպեսզի առկա ռեսուրսներով հնարավորինս կարողանանք ապահովել հասարակական տրանսպորտի աշխատանքը, բայց իհարկե զուգահեռ աշխատանքներ են տարվում ամբողջությամբ համակարգային փոփոխության ուղղությամբ։ Մասնավորապես մենք բազմիցս նշել ենք եւ գաղտնիք չէ, որ Երևան քաղաքի գործող երթուղային ցանցը մենք ինքներս համարում ենք ոչ արդյունավետ, առնվազն ֆինանսական առումով ոչ արդյունավետ եւ բնականաբար աշխատանքները սկսել ենք հենց այդտեղից։ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մենք հայտարարել ենք մրցույթ խորհրդատվական կազմակերպության, միջազգային խորհրդատվական կազմակերպության ներգրավման հետ կապված, որը պետք է մշակի նոր երթուղային ցանց, այդ նոր երթուղային ցանցի ներդրման ուղղությամբ քայլերի հաջորդականությունը, բնականաբար հաշվարկներ կիրականացվի առկա տրանսպորտային պարկի եւ անհրաժեշտ տրանսպորտային պարկի հետ կապված, հաշվարկվի նաեւ սակագնային հնարավորությունները, տոմսային համակարգի կիրառման հնարավորությունները, այսինքն ամբողջական փաթեթ պետք է ներկայացնի խորհրդատուն։ Այս պահին մրցույթը կայացել է, Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան վերջնական հաստատումների փուլում ենք, որից հետո կկնքվի պայմանագիր եւ խորհրդատուն մենք հույս ունենք պայմանագրի կնքումից հետո 6 ամսվա ընթացքում պետք է ներկայացնի այդ ամբողջական փաթեթը։ Ըստ անկեղծ ասած անվանումը, քանի որ դեռ մրցույթը վերջնական չի ամփոփվել եւ պայմանագիր չի կնքվել, կարծում եմ հնչեցնելու խնդիրը սպային ճիշտ չի, բայց արտասահմանյան կազմակերպությունն է, որը բնականաբար ըստ մեր պահանջների ունի բավարար փորձ տարբեր երկրներում ուրեմն նման փաթեթների ներկայացման։ Ինչ է իրանից ներկայացնում ընդհանուր այդ համակարգային բարեփոխումները։ Առաջի հերթին ես կցանկանայի անդրադառնալ հենց նոր երթուղային ցանցին։ Մենք երբ ասում ենք, որ մեր երթուղային ցանցը արդյունավետ չի, մենք առաջի հերթին նկատի ունենք դրա ֆինանսական կողմը, եւ բնականաբար անձն աչքով տեսանելի է, որ մեր երթուղիների գոյություն ունեցող երթուղիների բավականին գերակշիռ մասը կրկնություններ ունենք, չեմ ասում հենց երթուղին ամբողջությամբ մեկը մյուսին կրկնում է, բայց կրկնվող հատվածներ են, որը հենց դա իրենից ներկայացնում է ոչ արդյունավետություն։ Այսինքն մեզ պետք է ներկայացվի դասական եվրոպական չափանիշներին համապատասխան երթուղային ցանց, բացառելով կրկնությունները։ Այդ երթուղային ցանցը իհարկե պետք է անցնի հանրային քննարկումների փուլ, քանի որ լինելով դա ֆինանսապես արդյունավետ եւ կիրառելի, նաեւ պետք է ստանա մեր հանրության, մեր բնակչության հավանությունը, որովհետեւ դա իմ կարծիքով որոշակի փոփոխություններ է ներկայացնելու իրանից նաեւ օգտվելու առումով, եթե բնականաբար եղած կլինեք տարբեր քաղաքներում, Երևան քաղաքը եզակի քաղաք է, որտեղ մեկ տրանսպորտային միջոցով կարելի է երթևեկել Երևան քաղաքի ցանկացած մի վայրից մեկ այլ վայր։ Նման քաղաք ես համենայն դեպս ինչքան որ ուսումնասիրել եմ միջազգային փորձը չենք հանդիպել։ Դա հենց բերում է ոչ արդյունավետության, բայց արդյունավետ երթուղային ցանցի պարագայում մեր բնակիչները պետք է գիտակցեն, որ այդուհանդերձ նրանք պետք է մեկ վայրից մեկ այլ վայր շատ դեպքերում փոխեն տրանսպորտային միջոցը 1, 2, 3 եւ դա կարծում եմ, որ պետք է մանրամասն ներկայացվի հանրությանը, որպեսզի հասկանան, որ այդ փոխելը կարվի այն մակարդակով, որպեսզի լրացուցիչ բեռ եւ լրացուցիչ խնդիրներ չառաջացնի մեր բնակչության համար։ Հարմարավետության առումով լրացուցիչ խնդիրներ չառաջացնել նկատի ունեմ հաշվի առնելով, որ ամբողջ ծրագիրը կիրականացվի եվրոպական չափանիշներով, դա նշանակում է, որ մեր տրանսպորտային միջոցները հագեցած կլինեն համապատասխան սարքավորումներով, որը առցանց ռեժիմով մեզ հնարավորություն կտա, բնակիչներին հնարավորություն կտա իմանալու ցանկացած տրանսպորտային միջոցի ցանկացած կանգառ հասնելու իրական ժամանակահատվածը եւ բնականաբար պլանավորելու իրենց տրանսպորտային միջոցների տեղփոխերը։ Նոր երթուղային ցանցի պարագայում մեր կանխատեսումներով եւ մենք նախատեսում ենք, որ Երևան քաղաքում այլևս չեն շահագործվի այսպես ասած գազել միկրոավտոբուսներ կամ ընդհանրապես միկրոավտոբուսներ, որը նաեւ այլևս կբացառվի միկրոավտոբուսներում կանգնած մարդկանց եւ անհարմար կանգնած մարդկանց երթևեկելու հնարավորությունը եւ պարկը, տրանսպորտային պարկը բաղկացած կլինի մեծ, միջին եւ փոքր, բայց միայն ավտոբուսներից։ Բնականաբար պետք է մշակվի այնպիսի տոմսային համակարգ, որը որ այդ տրանսպորտային միջոցները փոխելու դեպքում չստիպի բնակչին վճարել մեկից ավելի անգամ, քան կվճարեր մեկ տրանսպորտային միջոցով երթևեկելու առումով։ Դրա համար
երբ որ մենք քննարկում ենք նաև տարբեր խորհրդատուների հետ եւ փորձն ենք ուսումնասիրում, ամենայն հավանականությամբ կփոխվի տոմսի կառուցվածքը կամ բովանդակությունը, այսինքն տոմսը չի լինի մեկ երթևեկության համար, այլ տոմսը կլինի արտահայտված, ենթադրենք, ես մոտեցումներից մեկն եմ ասում, չեմ ուզում խորհրդատուից առաջ ընկնել, բայց կարող է լինել օրինակ 1 կիլոմետրով, նույն հաշվարկով, ինչով որ արվում է տրանսպորտային ծախսը։ Բնականաբար կարող են, բնականաբար այդպիսի փորձ էլ կա եւ նույնիսկ կան երկրներ, որտեղ եւ, այսինքն եւ ժամանակահատվածով է հաշվարկում տոմսային համակարգը եւ կիլոմետրով։ Այդ բոլոր տարբերակները խորհրդատուն պարտավոր է ներկայացնել միջազգային փորձը եւ ներկայացնել Երևան քաղաքի համար առավել նպատակահարմար եւ կիրառելի տարբերակը։ Բնականաբար մենք այդտեղից կընտրենք, ներկայացնենք, չի բացառվում, որ հանրությանը ներկայացնենք տարբերակները եւ տարբերակներից ընտրենք հանրությանը հավանության արժանացած տարբերակը։ Բարեփոխումների հիմնական բաղադրիչը նաև միասնական տոմսային համակարգի եւ էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումն է։ Միասնական տոմսային համակարգը հենց այն է, որ բոլոր տրանսպորտային միջոցները հասարակական տրանսպորտի կփոխկապակցվեն, կունենան նույն տոմսային համակարգը, իսկ էլեկտրոնային տոմսային համակարգը մեր կարծիքով պարտադիր կլինի կիրառել շատ խնդիրներ կարգավորելու համար, հենց առաջինը, որպեսզի հնարավոր լինի հենց տոմսի կառուցվածք փոխելը եւ բացի դրանից ինքը նաեւ այլ հնարավորություններ կտա սոցիալական տարբեր խմբերի համար զեղչերի կիրառման եւ այլն, այսինքն այն իրավիճակը, որ կա այսօր, դա ինքնին սահմանափակում է մեր հնարավորությունները ճկունության առումով տարբեր սոցիալական խմբերի համար զեղչեր եւ այլն կիրառելու, այսինքն մենք խնդիրը պետք է դիտարկենք ամբողջական դաշտում եւ կարծում եմ, որ այդ բարեփոխումները պետք է կոմպլեքս քննարկվեն ամբողջությամբ եւ ներդրվեն միասին։ Հենց քաղաքապետի ասած բարեփոխումները, որոնք մենք ակնկալում ենք ունենալ, դա ամբողջական ներդրումն է, իհարկե նորից եմ ասում, մեծ քննարկումների փուլ անցնելուց հետո, որովհետեւ էական բաներ են փոխվելու մեր քաղաքացիների կյանքում։ Արդյունավետության եւ որակի բարձրացմանը զուգահեռ չեք կարծում անհնար է սակավերի վերանայման հարց չառաջանա։ Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, իմ ուսումնասիրությունները անձնական ցույց են տալիս, ես նորից եմ ուզում խորհրդատուից առաջ չանցնել, բայց ցույց են տալիս հետեւյալը. եթե մենք կարողանում ենք հասնել նրան, որ կրկնվող գծերի էական մասը վերացնենք, կրկնվող գծեր դա նշանակում է նաեւ այդքան չափով ոչ արդյունավետ երթևեկություն եւ ծախս։ Բնականաբար մենք ունենալու ենք ծախսի մի որոշակի հատվածի կրճատում եւ մեր կարծիքով, որ այդ հատվածի կրճատումը կարող է հնարավորություն տալ առանց փոփոխությունների կամ էական փոփոխությունների, ուրեմն ապահովել նոր չափորոշիչներով երթևեկություն։ Գիտեք, հետո երբ որ մենք ասում ենք սակագնի թանկացում, ես օրինակ բերեցի, որ ենթադրենք սակագինը սահմանվում է 1 կիլոմետրով։ Այդ դեպքում պայմանական եմ թվերն ասում ու ենթադրենք, ասենք սահմանվում է 1 կիլոմետրի համար 20 դրամ։ Ինչ է նշանակում։ Նշանակում է, որ 4 կիլոմետր երթևեկողի համար սակագինը ըստ էության էժանացավ։ 5-ի համար մնաց նույնը, իսկ 10 կիլոմետր երթևեկողի մենք նույնիսկ բնականաբար, եթե խորհրդատուն նման թվեր տա, մենք նույնիսկ ուսումնասիրություն ենք պահանջելու, որպեսզի հասկանանք, թե մեր բնակչությունից իրական այսօր որքանն է օգտվելու, որ սահմանաչափի մեջ եւ ինչքան մասի համար դա կեժանանա, ինչքան մասի համար կմնա նույնը ըստ էության եւ ինչքան մասի համար դա կարող է թանկանալ։ Բայց եթե մենք հաշվի առնենք, որ դա նաեւ մեզ հնարավորություն կտա կիրառելու սոցիալական խմբերի համար զեղչային համակարգ, խոցելի խմբերի համար, ես կարծում եմ, որ էական խնդիրներ դրանք չեն առաջացնի արդեն մեր բնակչության համար։ Իսկ մեկ օպերատորի քաղաքապետի հնչեցրած միտքը հետևյալն էր, որ այդուհանդերձ մենք նախ խորհրդատուն պետք է ներկայացնի ինչպես ներդնել, ես ձեզ ասացի նոր համակարգի ներդրման ուղղությունները, բայց քաղաքապետը հստակ ասեց, որ եթե նույնիսկ չլինեն ներդրողներ եւ մասնակիցներ բարեփոխումներին մասնակցելու համար, Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ինքը հանդես գալ որպես ներդրող եւ իրականացնել այդ բարեփոխումները։ Կլինեն մասնակիցներ մասնավոր հատվածում, դրանք կլինեն միասնական համակարգի մասնակիցներ։ Դրա համար, երբ որ մենք ասում ենք միասնական օպերատոր, մենք առաջի հերթին նկատի ունենք, որ մեր կարծիքով, նորից եմ ասում, որտեղ չի բացառվում խորհրդատուն այլ տարբերակներ առաջարկի եւ մենք, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երթուղային ցանցը առավել նպատակահարմար է չտարանջատել
ըստ շահագործողների, այլ դրա մեջ գտնել արդեն մասնակիցներ ընդհանուր համատեքստում։ Եվ դա է նկատի ունեցել քաղաքապետը եւ մեր կարծիքով որ դա կլինի առավել արդյունավետ, բայց սպասենք խորհրդատուի արդյունքներին այդ առումով։ Այդ դեպքում էլ ենթադրելի է իհարկե այս տարբերակը որ խոսում ենք, բայց համակարգողը լինելու է Երևանի քաղաքապետարանը ամբողջությամբ։ Այդուհանդերձ նոր համակարգի ներդրման ժամանակ չի կարող համակարգողը չլինել քաղաքապետարանը, քանի որ հասկանալով, որ էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը ենթադրում է նաև ֆինանսական հոսքերի կենտրոնացում եւ վերաբաշխում ըստ մատուցած ծառայությունների, բնականաբար դա պետք է իրականացնի մեր կարծիքով քաղաքապետարանը։ Իսկ խորհրդատվական ծառայությունը որքան ժամկետում պետք է ավարտի իր աշխատանքը։ Նախնական նախատեսվում է պայմանագիր կնքելուց հետո 6 ամիս, բայց մենք պետք է հասկանանք, որ 6 ամիս հետո ինքը կտա իր առաջարկները, որը կարծում եմ, որ կանցնի որոշակի երկարաժամկետ քննարկումների փուլ եւ քննարկումներից հետո արկա իրավիճակին համապատասխանեցում։ Ավականու նիստին կլինի այն փուլը, երբ որ արդեն մենք վերջնական կունենանք փաթեթ եւ ինչքանով օրենսդրորեն նախատեսում է ավականու նիստի քննարկում, դա երևի իրավաբանները կասեն, բայց տեղ ավելի կարեւոր է, որպեսզի դա անցնի հանրային քննարկումների շատ լայն շրջանակ, եթե նույնիսկ մասնակիցները քիչ լինեն, ես կարծում եմ, որ մենք դա մի քանի անգամ կանենք, որովհետև ի վերջո եթե գնում ենք բարեփոխումների, մեր համար ցանկալի է, որ մեր բնակչության համար դա լինի ընդունելի, ընկալելի։ Դրա համար ինքը պետք է մի անգամ անցնի բնակչության համար բացատրական փուլ, հետո կարծիքների հավաքագրման փուլ, խորհրդատուի բացատրությունների, հիմնավորումների եւ եթե մեր բնակչության առաջարկները տեխնիկապես ընդունել են, ապա փոփոխությունների փուլ, որից հետո ունենալով վերջնական փաթեթ, կարծում եմ կմնա միայն ֆինանսական խնդիրների կարգավորումը, այդ առումով մենք նույնպես որոշակի աշխատանքներ հենց այսօրվանից ստանում ենք, որպեսզի մենք չունենանք անիրագործելի փաթեթ։ Այսինքն եթե ես հենց խոսքի սկզբից ասեցի, որ եթե չլինեն մասնակիցներ, քաղաքապետարանը ինքը կգա, հանդես կգա որպես ներդրող, բնականաբար դրա համար մեզ պետք են լինելու ներգրավել փոխառու միջոցներ, դրա համար մենք հենց այս տարվանից սկսել ենք նաև աշխատանքներ որոշակի օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման, որպեսզի քաղաքապետարանը կարողանա հանդես գալ ինքնուրույն ֆինանսական բանակցող կողմ եւ նաեւ մենք իհարկե հրապարակային կարծում եմ տեսած կլինեք, որ միջազգային ռեյտինգային կազմակերպության հետ կնքեցինք պայմանագիր, որպեսզի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգը գնահատվի եւ տրվի համապատասխան միջազգային վարկանիշ, որը մեզ հնարավորություն կտա միջազգային դոնոր կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում վարկանիշին համապատասխան բանակցություններ վարել եւ էժան ֆինանսական միջոցներ ներգրավել։ Նախանշվում է իհարկե դեռևս խորհրդատվական ծառայությունների գործը չի ավարտել, բայց նախանշվում է որքան ներդրում է հարկավոր համակարգը ամուսնական։ Գիտեք, բնականաբար ես ինչ թիվ հնչեցնեմ, դա կլինի շատ նախնական եւ դա կարող է էական շեղումներ ունենալ, բայց ենթադրվում է, որ 80-ից 100 միլիոն դոլարի մասին է խոսքը, որը կարող է լուծել ամբողջ խնդիրը Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի։